2025 թվականի հուլիսի 22-ին ստորագրվել է Հայաստանի Հանրապետության ու վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջև Հայաստանի զբոսաշրջության եւ մարզային ենթակառուցվածքների ծրագիր, այսօր կանոնեմ ծրագիր, վարկային համաձայնագիրը, որը շարունակությունն է նախորդ ծրագրի, որը իմ ջարդ այս ծրագիրը անգլերենից անգլերեն եք թարգմանում, էլի թրիփ է անվանումը եւ այս ավելի վաղ թրիփ է, այս ծրագիրը բանակցվել է 2024 թվականից, երբ որ մյուս թրիփի մասին դեռ խոսակցություն չկար եւ այս թրիփ ծրագիրը մեր նախորդ ծրագրի LIDP շարունակությունն է, որը ստորագրվել էր 16 թվականին, ընդունվել 17-ին եւ իմպլեմենտացիայի ենթարկվել 18-ից մինչեւ 24 թվականները ներառյալ հատվածում եւ ըստ էության շարունակում ենք, որպեսզի շատ կարճ ասենք, այսօր ինչ տեսք ունի Գյումրին, ինչ տեսք ունի Գորիսը, ինչ տեսք ունի Դիլիջանը, դրանք բացարձակապես եւ Ջերմուկը բացարձակապես նախորդ ծրագրի շնորհիվ է, այսինքն բոլոր այդ բարեկարգ փողոցները, Գորիսի օրինակ տները, որոնք որ 5 պատմական Գորիսի տեսքով ուրեմն վերանորոգվել են արտաքին տեսքը, սալիկապատ փողոցները, Գյումրիի սալիկապատ փողոցները, Գյումրիի երկող շատրվանը, նույնը բանում Ջերմուկում եւ այլն, այսինքն այն ինչը որ ստանդարտ, այսպես ասած, ճանապարհաշինական ծրագիր չի, այլ իր մեջ ներառում է կամ Դիլիջանի փողոցները, նույնը Դիլիջանի այդ փոքրիկ կրպակները, որտեղ որ վաճառում են կուկուրուզ եւ այլն, այսինքն այն ինչը որ զբոսաշրջային տրամաբանության մեջ է այդ քաղաքներում վերջին տարիներին, այսինքն մասնավորապես Գորիսում, Գյումրիում, Ջերմուկում, Դիլիջանում, դրանք եւ Գառնիում, այդ ամբողջ աշխատանքների մեծ մասը, եթե նկատեք նաեւ այսպես ասած ուղղակի սովորական այդտեղ ասֆալտապատումներ չեն արվել, այլ մի փոքր ավելին, քան սովորաբար աշխատանք են կանում, այդ աշխատանքները նախորդ LIDP ծրագրով են արվել, որտեղ մոտավորապես 48-48.5 միլիոն դոլար փող է ծախսվել։ Այս ծրագիրը արդեն քանի որ նախորդը համաշխարհային բանկը եւ կառավարությունը համարել է որ հաջողությամբ է պսակվել, արդեն ավելի մեծ կարելի է կրկնակի կամ մի փոքր ավել վարկային համաձայնագիր են կնքել եւ ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 120.5 միլիոն եվրո, որից 96.4 միլիոն եվրոն է վարկային միջոցներ, 24.1 միլիոն կառավարությունը կհամաֆինանսավորի։ Վարկային համաձայնագրի ուժի մեջ մտնելու վերջնաժամկետ է նախատեսվում ուրեմն վերջինի ստորագրման ամսաթվից հետո 180 օրը, սակայն այն երկարաձգվել է մինչև 2026 թվականի ապրիլի 19-ը Ծրագրի ավարտի ժամկետը սահմանվել 30 թվականի օգոստոսի 31-ը, այսինքն մինչև 2030 թվականի օգոստոսի 31-ը պետք է ծրագրով նախատեսված բոլոր գործողությունները իրականացնենք, վարկային միջոցների մասսանման վերջնաժամկետ սահմանված է վերջնաժամկետի ավարտից 4 ամիս հետո։ Ուրեմն ծրագրի ընդհանուր համակարգման եւ քաղաքականության աջակցության ուրեմն պարտականությունները պատվիրակվել է էկոնոմիկայի նախարարությունից ծրագրի իրականացումը Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը։ Մոտավորապես բացատրեմ ինչ նկատի ունենք, այսինքն մրցույթի հայտարարելը, մրցույթի վերահսկողությունը, շինարարության վերահսկողությունը, շինարարության ընդունումը, այդ ամեն ինչը տարածքային զարգացման հիմնադրամն է անելու։ Այդպես են անում օրինակ բժշկական կենտրոնների, մանկապարտեզների, դպրոցների, ճանապարհների կառուցման դեպքում, բայց թե ինչ ենք մենք ուզում այնտեղ լինի, օրինակ այգի ենք վերանորոգում, երկող շատրվան ենք ուզում, օրինակ Գյումրիում ուզում ենք երկող շատրվանը հիմա կա, ուզում ենք օրինակ այն ամբողջ այգին որ կա, վերանորոգ, այդ այգին ենթադրենք լինի շատ գեղեցիկ այգի, թե օրինակ 1-2-3 այլ փողոց օրինակ
սալիկապատվի կամ 5 Գյումրիի տեսքը մեկ փողոցում ամբողջովին վերականգնվի, դա արդեն բովանդակային հարց է, որը էկոնոմիկայի նախարարության եւ համաշխարհային բանկի տիրույթում, այսինքն մենք գործընկերների հետ այդ աշխատանքը ուրեմն միասին ենք ուրեմն իրականացնում։ Մինչև ծրագրի մեկնարկը վարկային համաձայնագրի ուժի մեջ մտնելու նախապայման է հանդիսանում ծրագրի կառավարման կոմիտեի ստեղծումը, ծրագրի իրականացման վերահսկման եւ միջգերատեսչական համակարգման համար, այն կնախագահի ոլորտը համակարգող փոխվարչապետը, իսկ կազմի մեջ կընդգրկվեն ուրեմն համապատասխան նախարարությունների, պետական, տեղական եւ մարզային մարմինների ներկայացուցիչներ, համայնքների ներկայացուցիչներ, կոմիտեի աշխատանքը կազմակերպի էկոնոմիկայի նախարարությունը, իսկ դրա կազմում եւ գործնեության կարգը կնշվի աշխատակարգում եւ ծրագրի գործառնական ձեռնարկում, բացի այդ էկոնոմիկայի նախարարի հրամանով նախատեսվում է ստեղծել համակարգման, ինչպես նաեւ էկոնոմիկայի նախարարության հիմնադրամի արդյունավետ համագործակցության ապահովման նպատակով որոշակի խորհուրդ, ծրագիրը Հայաստանի զբոսաշրջության ներուժը մեծացնելու նպատակ ունի 7 կլաստերներում մինիմում, կարող են ընթացքում նոր կլաստերներ եւ նոր ուրեմն գործիքներ ավելանալ։ Մասնավորապես Գորիս զբոսաշրջային կլաստերը կամբողջականանա, այսինքն այնտեղ ինչ որ բաներ մնացել են դեռ չկատարված կամ բաց կամ ընթացքում հասկացել ենք, որ պետք է նոր բաներ ավելացնենք, եւ ըստ էության Գորիսը ամբողջովին զբոսաշրջային միջավայր ենք դարձնելու եւ Գորիսի զարգացման հետագա ուրեմն հետագա նպատակով կառավարությունը լրացուցիչ տասնյակ միլիոնավոր դոլարներ դնելու նաեւ այս ծրագրի միջոցով։ Երկրորդը Արենին է, Արենին դառնալու է գինու կլաստեր եւ ես ուզում եմ ուրախությամբ նշեմ, որ այս ծրագրերը համադրված են մասնավոր սեկտորի ծրագրերի հետ։ Օրինակ բազմաթիվ հյուրանոցներ են սարքվել այս տարիներին Գորիսում, այս ծրագրին զուգահեռ, այսինքն մենք այնտեղ կառուցել ենք ճանապարհ, բարեկարգել ենք ճանապարհ, սալիկապատել ենք ճանապարհ, կառուցել ենք հրապարակ, կառուցել ենք այգի, կառուցել ենք բնակատների արտաքին պատերը, զուգահեռ Գորիսում տասնյակ մի քանի մեծ խոշոր պրոյեկտներ ու այսօր բազմաթիվ հյուրանոցային համալիրներ։ Երկրորդը Արենին է։ Արենի պարագայում մենք համարում ենք, որ ինքը պետք է լինի գինու կլաստեր։ Եվ այսօր արդեն Արենի զարգացման պլանը մշակված է, մեր մոտ է Արենի զարգացման պլանը հաստատված է ու պարբերաբար հանդիպումներ ենք ունենում գործարարների հետ, որոնց մի մասը գինու գործարաններ են ուզում հիմնեն կամ զարգացնեն, մյուս մասը գինու գործարանների կողքը գինու հյուրասիրության, գինու մառանների, գինու ըմպելու հնարավորություններ եւ այլն, այսինքն արդեն իսկ բիզնեսը զուգահեռ սկսում է այս ամեն ինչին աշխատել, որովհետեւ մենք նաեւ ունենք հետազոտություն, որ ուրեմն ունենք հետազոտություն, որ աշխարհում հետևյալն է տեղի ունենում գինու սպառումը գնալով նվազում է որպես դարակաշարից գնվող պրոդուկտ, բայց դրա փոխարեն գինու տուրիզմը գնալով աճում է։ Այսինքն սրանք երկու հակադարձ կորեր են։ Մի դեպք, այսինքն մարդիկ ավելի քիչ են պատրաստ վճարել դարակաշարից գինի գնելու համար եւ ավելի շատ են պատրաստ վճարել գինու համտես սրահում կամ գինու մառանում կամ գինու միջավայրում, գինու խաղողի այգու կողքը գինի մեկ բաժակ գինի խմելու համար եւ ըստ էության նաեւ համաշխարհային տենդենսներին ենք մենք սրանով առաջ գնում, որտեղ եթե մենք ուզում ենք գինեգործություն զարգացնենք, ապա առանց գինու կլաստերի դա հնարավոր չէ եւ այստեղ էլ նորից տասնյակ միլիոնավոր դոլար Երրորդը դա Եղեգիս կլաստերն է, Եղեգիս կլաստերը դա էլի Եղեգիս համայնքի այդ գետի կողքի ամբողջ գյուղերով, այս դեպքում մենք ենթակառուցվածքներ ենք զարգացնելու, որպեսզի ագրոտուրիզմը այստեղ զարգանա, չորրորդը ջերմուկ կլաստերը ամբողջացնելու ենք, այսօր արդեն ջերմուկում այգին կառուցել ենք, ճանապարհը կառուցելու ենք ըմպելասրահը, վերակառուցելու ենք ըմպելասրահը, դեպի ջրվեժ մոտեցող ճանապարհն ենք կառուցելու, այնտեղ ուրեմն ջերմուկ կլաստերում ճանապարհ ենք քայլուղի ենք կառուցել, որը իջնում է դեպի ներքև ուրեմն բանով գնդեվազով իջնում է դեպի ձորը եւ այնուհետեւ գնում այսինքն վերևից ոտքով քայլելով հնարավոր է իջնել մինչև եկեղեցի։
5-րդը Գյումրիում մենք ունենք կիսակառույց փողոցներ, այսինքն մի զգալի աշխատանք արվել է, որ այսօր վադրության փաստացի Գյումրին, որը էլ աղետի գոտի չի, նաև այդ ծրագրի շնորհիվ է, բայց մի քանի ճանապարհներ էլ մնացել են կիսատ եւ նոր ծրագրեր կա, այդ թվում նաև ուրեմն այգու վերականգնումը, գինու ներողություն, ուրեմն զբոսաշրջության դպրոց, Թումո կենտրոն, շուկան ամբողջությամբ այսպես ասած այսօրվա շուկան քանդվում է եւ տեղը նոր շուկա է կառուցվում, որտեղ գեղեցիկ մարդիկ տաղավարներ ունենալու, այդ տաղավարներում վաճառք են իրականացնելու, այսինքն փողոցից մարդկան, փողոցում որ մարդիկ կանգնած առևտուր են արել տասնամյակներով, դա դառնալու է մի միջավայր, որտեղ մարդիկ ուղղակի գնալու են, որպեսզի հաճույքով առևտուր անեն, այսինքն գեղեցիկ ուրեմն դրված մարդիկ ոչ մի բան չունեն անելու, մենք իրենց տեղը այս ծրագրով այդ ուրեմն մաքրելու ենք այդ ամբողջ տարածքը, գեղեցիկ շուկա ենք սարքելու ու նորից նույն պայմաններով տրամադրելու ենք այդ նույն մարդկանց, որպեսզի ոչ միայն իրենց աշխատանքից հաճույք ստանան, ոչ միայն քաղաքը գեղեցկանա եւ մաքրվի, այլ նաեւ զբոսաշրջիկները զգան այդ իսկական արևելյան շուկայի շունչը, մաքրությունը եւ գեղեցիկ այդ միջավայրը։ 6-րդը Դիլիջանն է, որտեղ էլի ունենք մի քանի փոքր բաներ, որոնք որ դեռ չենք հասցրել ավարտել, ամբողջությամբ նորից իրականացնելու ենք եւ Դվինի դեպքում թանգարան ենք կառուցելու եւ այլ զուգահեռ միջավայրեր։ Ես մի քանի այլ ամրոցի վերականգնում, ես մի քանի ծրագրի մասին օրինակ ասեմ, մենք ունենք մի վանական համալիր Շիրակի մարզում, այս ուրեմն համալիրը երկար ժամանակ մարդիկ ուղղակի չէին այցելում այդ համալիր, որովհետև ուղղակի ճանապարհ չկար այդտեղ։ Մենք կառուցեցինք ճանապարհ, այդ ամբողջ իր շրջակայքը այգու, ուրեմն վերանորոգել ենք նախորդ ծրագրով, այսպես ասած օձերի եւ այդ միջավայրը որ կար, դա վերածվել է ուրեմն այգու, վերածվել է քայլուղու, նստարաններ են տեղադրվել, DMO, այնտեղ կառուցվել է ավտոկայանատեղի եւ այլն, որպեսզի մեր վանական համալիրները, որոնք որ անտերության էին մի մասը մատնված եւ զբոսաշրջիկների համար, այդ թվում Հայաստանի զբոսաշրջիկների համար անհասանելի էին, դառնան հայաստանցիների համար հասանելի, դառնան մեր զբոսաշրջիկների համար հասանելի եւ դառնան եւ իրապես դառնան համաշխարհային մշակույթի մաս, ոչ թե ուղղակի տենց մնան այնտեղ, ուրեմն փլուզված, քանդված, խոսքը Մարմաշեն վանական համալիրի մասին է, որտեղ հասնելու համար ինչ որ կետից երևի պետք էր վարձել ջիպեր երևի թե, բայց հիմա կարելի է անգամ հեծանիվով, ոտքով, ավտոբուսով, մարդատար մեքենայով հասնել այդտեղ, դա էլ բավարար չի, նաև կառուցել ենք ուրեմն քայլուղի, որը գետի բերանով իջնում է ներքև եւ ինչեւ գետ է իջացնում, այսինքն նաեւ բնության հետ, այսինքն հավանական հարցերից մեկն է, Տիկին Վարդան, շնորհակալ եմ հարցի համար, կարևոր հարց է, որովհետեւ LIDP-ով մենք պիտի մի քիչ ավելի շատ ծախսեինք նախորդ ծրագրով, բայց չենք կարողացել ծախսել, որովհետեւ օրինակ շինարարը ինչ որ պրոյեկտ չի կարողացել հասցնի անի, այսինքն վերցրել է 7 հատ սուբվենցիա, 3 հատ խոշոր դպրոցի շենք, 2 հատ մանկապարտեզ, մի հատ հիվանդանոց, մի հատ էլ չգիտեմ մեծ ճանապարհի կտոր պետական, հետն էլ վերցրել է, ասենք մեր երկու բանը, մի հատ սալիկապատում ու այգի, ենթադրենք ու ըմպելասրահը, ու ենթադրենք դրանցից մեկը չի կարողացել անել, որովհետև ուղղակի այդքան աշխատող չի ունեցել։ Նույնիսկ կհիշեք մի գաղտնալսում կա ընդդիմադիր падգամավորներից падգամավորը եւ եպիսկոպոսը, երբ որ իրար հետ խոսում են, որ ասում է Սիսիանում աշխատող չկա, բոլորը զբաղված են պետական շինարարության մեջ։ Դա հայտնի խոսակցություն, այսինքն անգամ ընդդիմադիր падգամավորը, երբ որ իրենից ակնկալում է, որ ինքը Մարտ Սիսյանից պետքա բերի Երևանում ցույցի մասնակցի, ասում է որտեղից բերեմ Մարտ Երևանում ցույցի մասնակցելու, բոլորը աշխատում են կապիտալ շինարարության մեջ մարզում, այսինքն
այստեղ մենակ տեխնիկայի ու շինարարի գործ չի, նաև աշխատողների խնդիր շատ հաճախ մենք ունենում ենք, եւ սա մեր ամենամեծ ռիսկն է, բայց մյուս կողմից ես ուզում եմ ուրախությամբ նշել, որ մենք կառավարության մի ծրագիր ունենք, արտադրողականության խթանման ծրագիրը, որը ուրեմն մի շարք ոլորտ, որը համակարգում է էկոնոմիկայի նախարարությունը, մենք մի շարք ոլորտներում վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորում ենք անում, եթե իրենք տեխնիկային գնում։ Այդ թվում շինարարության մեջ եւ այս ծրագրով հարյուրավոր, հազարավոր նույնիսկ ուրեմն մեքենասարքավորումներ են գնել տարբեր բիզնեսներ եւ իրենք դրանցով կարողացել են իրենց արտադրողականությունը ավելացնել։ Օրինակ Հայաստանում ես չեմ ճանաչում խոշոր շինարար, որը այս ծրագրի շահառուչի, որ գոնե մի 10 հատ խոշոր բեռնատար, մի 15 հատ էքսկավատոր, չգիտեմ, 15 հատ SEV տրակտոր, NZV տրակտոր այս ծրագրով չի առել եւ այս ծրագրով միայն այս ծրագրով ձեռք բերված մեքենասարքավորումների թիվը գերազանցում է 440 միլիարդ դրամը, միայն այդ ծրագրով 440 միլիարդ դրամը, սա յուղի էներգու ծրագրերը որ կան դրանց հետ կապ չունի, դրանց հետ միասին արդեն 500 քանի միլիարդ, հա, եւ դրա մի էական մասը, ես հիմա չեմ ուզում սխալվել, դրա համար թիվ չեմ ասի, մի զգալի մասը շինարարության ոլորտն է, այսինքն մարդիկ տասնյակներով, հարյուրներով շինարարական տեխնիկա են ձեռք բերում ու շարունակում են ձեռք բերել, այսինքն հերիք չի պետությունը իրաց տալիս է բան անսահմանափակ գործ անելու, մի հատ էլ ասում է այդ գործի համար քեզ դե տեխնիկա է պետք վարկով լիզինգով, դրա տոկոսները ամբողջությամբ կամ մեծ մասամբ փոխհատուցում ենք, հետեւաբար այս խնդիրը կա, այդ խնդրի ուղղությամբ աշխատում ենք, հուսով ենք ընթացքում կբարելավի, որովհետև անընդհատ այդ տենդենսը գնում է բարելավման։